Կառավարության աշխատակազմում տեղի ունեցել հերթական նիստ, օրակարգում եղել է 6 տարեկանից բարձր մեքենաների ներմուծման վերաբերյալ հայտարարված կանոնակարգը, որը այլևս չի կիրառվի։ Վարչապետի խոսքով 6 տարուց ավել հին տրանսպորտային միջոցների ներմուծումը արգելելու փոխարեն կսահմանվի համեմատաբար բարձր մաքսազերծման դրույքաչափ՝ 1 խորանարդ մետրի համար 4,5 լարի։ Իբուլիի մունիցիպալիտետում շարունակում են պայքարել բնական աղետի դեմ։ Քուրսեփ գյուղում սողանք է առաջացել, փլուզվել է 5 բնակելի շենք, տուժածներ չկան։ Սողանքի գոտուց տարհանվել է արդեն 42 ընտանիք։ Սողանքի գոտում մոբիլիզացվել է արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության, Իմերեթի հրշեջ փրկարարական ջոկատները եւ համապատասխան ծառայություններ։ Տեղում մոբիլիզացվել է համակարգող շտաբ, Քութայի Սիդղիբուլի ճանապարհը արգելվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Գիվիթ Հարգամաձեն 3 ժամից ավել տևած հարցաքննությունից հետո լքել է պետական անվտանգության ծառայության շենքը։ Նա կանչվել է գործակալություն ընթացիկ հետաքննության շրջանակներում, որը հետաքննում է վերջին օրերին տարբեր անձանց կողմից տարածված տեղեկատվությանը։ Մասնավորապես հարցը վերաբերում է Վրաստանում իրանական համալսարանի մասնաճյուղի գործունեության վերաբերյալ հեռուստատեսային հեռարձակման արված հայտարարությանը։ Եվրախորհուրդը նոր բանաձև է ընդունել։ Փաստաթղթում նշվում է, որ Եվրոպական խորհրդարանը խստորեն դատապարտում է Էլեն Խոշտարյայի եւ բոլոր մյուս անձանց քաղաքական դրդապատճառներով կալանքը, որոնք թիրախավորվել են իրենց խոսքի եւ հավաքների ազատության իրացման եւ խաղաղ բողոքի ցույցերի համար։ Եվրոպական խորհրդարանը նաեւ դատապարտում է վրացական երազանքի ռեժիմի կողմից քաղաքական հակառակորդների, լրագրողների եւ ակտիվիստների նկատմամբ համակարգված քրեական հետապնդումը։ Այն դատապարտում է ըստ հաղորդագրությունների Խոշտարյայի նկատմամբ կալանքի ընթացքում ցուցաբերված նվաստացուցիչ եւ անմարդկային վերաբերմունքը, պահանջում է անհապաղ եւ անվերապահորեն ազատ արձակել նրան եւ քաղաքական դրդապատճառներով ձերբակալված մյուս անձանց, պահանջում է անհապաղ խանել նրանց դեմ քաղաքական դրդապատճառներով մեղադրանքները, խորը մտահոգություն է հայտնում նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի շարունակական կալանքի եւ առողջական վիճակի վատթարացման վերաբերյալ, որը 4 տարուց ավել է ինչ օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի քաղաքական պատանդն է, նշվում է բանաձևում։ Վրաստանից պահանջներ կամ կոչեր չեն եղել, բայց մյուս կողմից մենք ունենք ընդհանուր օրակարգ, որի վրա մենք աշխատում ենք, հայտարարում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանին հարցրել են, թե արդյոք Վրաստանից խնդրանք կա Եվրախորհրդարանում իր ելույթում նշել, որ Հայաստանի Հանրապետության Եվրամիության անդամակցության գլխավոր խոչընդոտը Եվրամիության եւ Վրաստանի միջև սառեցված քաղաքական երկխոսությունն է։ Նա պատասխանել է. «Ես իմ մտահոգությունը հայտնեցի Եվրոպական խորհրդարանի ամբիոնից, քանի որ մենք անկեղծորեն մտահոգված ենք հարաբերություններում ստեղծված իրավիճակով», ասել է Նիկոլ Փաշինյանը։ Ռուսթավելի պողոտայում խորհրդարանի դիմաց տեղադրված վրանում հրդեհ է բռնկվել։ Դեպքի առթիվ ձեռնարկվում են բոլոր համապատասխան քննչական գործողությունները, ասվում է Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Գործակալության տվյալներով քննության շրջանակներում մի քանի անց տարվել է ոստիկանական բաժանմունք հարցաքննության։ Այս տարվա մարտի 12-ին Ռուսթավելի պողոտայում խորհրդարանի դիմաց տեղադրված վրանում հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը ստանալուց հետո դեպքի վայր է ժամանել Ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանումը։ Դեպքի ականատես ակտիվիստների 1996 թվականին ծնված Գոչա Բաշելիշվիլիի եւ 1975 թվականին ծնված Ռոման Յացենկոյի խոսքով նրանք գիշերը գտնվել են խորհրդարանի դիմաց տեղադրված վրաններից մեկում, երբ վրանը անհայտ հանգամանքներում հրդեհվել է։ Նրանք կարողացել են արագորեն մարել կրակը սեփական ուժերով։ Դեպքի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Հրդեհի հետ կապված հետաքննությունը տարվում է Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, որը վերաբերում է կրակի կամ վտանգի մեծացման աղբյուրի հետ անզգույշ վարվելու հետևանքով առարկայի վնասմանը կամ ոչնչացմանը։ Հետևաբար հարցաքննության նպատակով Գոչա Բաշելիշվիլին եւ Ռոման Յացենկոյին տարել են ոստիկանական բաժանմունք։ Իսրայելական զինվորականները հայտնում են իրանական հրթիռներ արտադրող միջուկային օբյեկտին հարված հասցնելու մասին։ Ըստ վերջիններիս Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածները իրականացրել են
ճշգրիտ հետախուզական տվյալների հիման վրա։ Նրանց խոսքով Թալեգան համալիրն օգտագործվել է առաջադեմ պայթուցիկ սարքեր մշակելու եւ գաղտնի փորձեր անցկացնելու համար ԱՄԱՏ նախագծի շրջանակներում։ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության տվյալներով Իրանում ԱՄՆ իսրայելական ռազմական գործողության մեկնարկից ի վեր 3.2 միլիոն մարդ է տեղահանվել։ Իրանի Իսլամական հեղափոխության պահպանակների կորպուսը հայտարարել է ճշմարիտ խոստում 4 գործողության 41-րդ ալիքի մեկնարկի մասին։ Իրանը պնդում է, որ հարձակման թիրախներն էին Թել Ավիվում ԱՄՆ իսրայելական թիրախները եւ տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաները։ Միևնույն ժամանակ Իսրայելը պատրաստվում է ընդլայնել իր գործողությունները Լիբանանում։ Համապատասխան հրամանագիրն արդեն հրապարակել է պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ Ավելի վաղ հաղորդվել է, որ շիական Հեզբոլլահ խմբավորումը մոտ 200 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Հարձակման հետևանքով վիրավորվել է 2 մարդ։ Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի գործողությունների կենտրոնը հաղորդում է, որ Մերձավոր Արևելքում պատերազմի սկզբից ի վեր նավերի վրա 16 հարձակում է տեղի ունեցել։ ԱՄՆ-ի նախագահը նշել է, որ Իրանում ռազմական գործողությունները ընթանում են նախատեսված ժամանակացույցի համաձայն եւ որ սա մի քանի շաբաթվա էքսկուրսիա է։ Դոնալդ Թրամփը խոսել է նաեւ նավթի գնաճի մասին։ Նրա խոսքով սա պատերազմական իրավիճակի արդյունք է, սակայն նշում է, որ ֆինանսական շուկաները շուտով կվերադառնան նորմալ հունի։ Չնայած միջազգային էներգետիկ գործակալության անդամ երկրների կողմից ռազմավարական պաշարների 400 միլիոն բարել նավթ ազատելու որոշմանը, այնուամենայնիվ նավթի 1 բարելի գինը գերազանցել է 100 ԱՄՆ դոլարը։ Ասիական շուկայում Brent տեսակի հում նավթի 1 բարելի գինը բարձրացել է 9%-ով եւ գերազանցել է 100 դոլարը։ ԱՄՆ-ի շուկայում նավթի գինը նույնպես բարձրացել է 9%-ով եւ հասել 95.27 դոլարի։ Ավելի վաղ տասնյակ երկրներ, այդ թվում ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան հայտարարել են արտակարգ պաշարներից ռեկորդային քանակությամբ նավթ ազատելու մասին։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարում է, որ Վաշինգտոնը պետք է մեծացնի Ուկրաինայի փոխարեն ճնշումը Ռուսաստանի վրա։ Վոլոդիմիր Զելենսկին նաև խոսել է Դոնալդ Թրամփի հետ անվտանգության երաշխիքների վերաբերյալ երկխոսության մասին։ Նրա խոսքով գլխավոր հարցը այն է, թե արդյոք ապագա առաջնորդները կկատարեն այդ երաշխիքները, թե ոչ։ Ուկրաինայի նախագահի խոսքով Դոնալդ Թրամփի ներկայացուցիչների հետ բանակցությունները ցույց են տվել, որ ԱՄՆ-ն պատրաստ է որոշակի անվտանգության երաշխիքներ առաջարկել Ուկրաինային։ Հանդիպում է տեղի ունեցել Սամցխե Ջավախեթի պետական համալսարանի ներկայացուցիչների հետ։ Կրթության նախարարը նրանց ծանոթացրել է բարձրագույն կրթության համակարգի բարեփոխումների ուղղություններին։ Քննարկվել են նաև այլ հարցեր, դրանց թվում են կրթական ծրագրերի մշակումը, կրթության որակի բարձրացումը, ուսանողական քվոտների բաշխումը եւ ուսանողների շարժունակությունը։ Տեղի ունեցել ազգային կրթական օլիմպիադայի եզրափակիչ փուլը մասնակցել են երկրի տասնյակ հազարավոր ուսանողներ։ Նպատակն է խթանել ուսանողների շրջանում գիտելիքների եւ հմտությունների զարգացումը, բարձրացնել մոտիվացիան եւ ստեղծել մրցունակ կրթական միջավայր։ Ազգային կրթական օլիմպիադան անցկացվել է 4 օր տարբեր առարկաներից, ըստ գնահատման եւ քննությունների ազգային կենտրոնի կողմից մշակված ժամանակացույցի։